ներկայացում էր հրավեր ընդունելու համար, երեք Նիկոլ Փաշինյանը Ալիևի հետ միասին Աբու Դաբիում ստացան խաղաղության մրցանակ, այսինքն հանձնված Արցախը 5000 զոհ, հազարավոր վիրավորներ եւ բազում գերիներ։ Սա էր այդ խաղաղության մրցանակի գինը։ Խնդրեմ։ Դե անդրադառնալով Աբու Դաբի այդ հանդիպումներին, նմանատիպ հանդիպումներ վերջի մի քանի ամիսների կամ տարվա ընթացքում մենք ականատես եղանք, որ ներկայ իշխանության կողմից այդ պահվածքը սեփական ժողովրդի նկատմամբ դավաճանության խոսքի հիման վրա պարգևավճարներ ստանար կամ շնորհակալություն ստանար կամ ձեռք սխմելություն թշնամու հետ։ Այդ Ալիևը, որը ձեռքը սխմում է Փաշինյանին, Էդի գիտեք ինչի համար է սխմում, Արցախի հանձնման համար։ Էդի գիտեք ինչի համար է սխմում այդ ձեռքը, այդ 5000 զոհերի, որ մոռացություն են տվել, որ ոտնահարել են, հայ արժանապատվությունը զորայացնելու համար է ձեռը սխմում, ծիծաղում հետը։ Սրանք էլ դրանից ոգևորվում են, որ թշնամի հետ մեկ խաղաղություն եք ձեռք բերում։ Դա խաղաղություն չի, դա կործանման, նորից եմ ասում, սրա շարունակական է քաղաքականությունը, դա մեր հայ ազգի կործանման ծրագրի իրականացումը, որովհետև այսօր ներկայ իշխանությունը իրականացնում է թշնամու ծրագրերը, իրականացնում է թշնամու երազանքները, թշնամու պատմական թշնամու։ Ես այսօր այս բառերը օգտագործելով ժողովուրդ վերջի տարիներն է, թե վերջի ժամանակներն է, բացի ինձանից ահագի մարդիկ են այդ ներկայացնում այդ վտանգները կամ մտավախությունները, դա չի ասում, որ մենք ինչ-որ մեկի դեմ ինչ-որ բան ենք անում, ատելության կամ էլ ինչ-որ հակասության ուղղում ենք, մենք իրականությունն ենք ասում, այսօր մենք իրականությունը ինչ-որ եղել է սրանց ժամանակահատվածում ղեկավարման, մենք այսօր դրան ականատեսնենք ու շարունակական նման մարդու ինչքան երկար մնա իշխանության գլուխ, այնքան էլ մեկ այդ աղետներն է կամ մեր ծանր իրավիճակը կրկնապատկվելու է։ Ես ստեղ Ալիևի պահվածքը այս ժամանակահատվածում մեկ էլ մին 10 տարի առաջ կամ առաջվա ժամանակահատվածներում նույն Նիկոլ Փաշինյանի պահվածքն է։ Այն ժամանակները գլուխը կախ էր ման գալիս, այն ժամանակները բառեր չէր կարող խոսել, այն ժամանակները ինչ որ մի տեղ էր փնտրում էր, ինչ որ մի հարթակներում հանդիպում Հայաստանի կառավարության իշխանության ներկայացուցիչների հետ, որ գոնե մի պայմանավորություն կամ գոնե մի բան ձեռք բերի, որ վաղվա օրը կամ իրեն երկրում կամ իր ժողովրդի աչքի առաջ ինքը, որ ասում այդ նվաստացուցիչ կերպարի ձևակերպումը կարողանա մի ձևի պահպանել։ Հիմա այսօր Նիկոլ Փաշինյանն է, Նիկոլ Փաշինյանը մենակ ինքը չի իր շրջապատած այդ ստրուկները, դե ստրուկներ են, բա ինչ ասես, ուրիշ ձևի ոնց կարա ձևակերպես, որ նույն բառերն են օգտագործում, նույն տառերն են օգտագործում, ինչն է երկրի ղեկավարը։ Ու դա էլ հետևելով ինչ ներկայացուցիչների մասին է խոսքը գնում, ոչ մարդիկ ոչ անցյալ ունեն, ոչ ինչ որ ծառայության մեջ ինչ որ հերոսական գործողություններ են իրականացրել կամ ընդհանրապես հայ ազգի մթնոլորտում մեր տարածքում այդ շրջապատում ինչ որ հեղինակություն կամ ինչ որ բան կարևորություն ձեռք բերող անձերի մասին է։ Սա այսօր մեր ազգի խայտառակությունն է։ Այսօր մենք ինչ տեսնում ենք մեր ազգի հետ կատարվում է, սա իշխանության բացթողումներ է, սա ղեկավարների բացթողումներն է, ուրիշ ոչ մի ձևի չի կարելի ձևակերպել, ուրիշ ոչ մեկին չի կարելի ստե մեղադրել։ Երկրի ղեկավարը ինչ ղեկավար ունես երկրի գլխին, այն ձևի դու էլ ճակատագիր է որոշում, այն ձևի ճակատագիր է որոշվում քո ապագա ներկա ժամանակների կամ վաղվա ապագայի հետ կապված։ Ձեր ամեն մեկին դուրն է գալիս ներկա իշխանության պահվածքը տարբեր հարթակներում, տարբեր ղեկավարների մոտ։ Ձեր նայելով դուք համաչում եք, չէ, նայելով դուք մի ձևի խայտառակ բան եք, չէ, ձեզ զգում ազգի, որ ասում եմ, կերպար։ Ներկայացնողները սրանք են, ներկայացնողները սրանց ասելով այն մարդիկ են, որ մեզ այսօր այս իրավիճակում այդ բերած հասրած այդ պատճառների սրանց ամեն ինչ սրանց է բխվել իրանց որոշումներով, իրանց մոտեցումներով, բայց ինչ որոշումներ, ինչ մոտեցումներ, վախկոտի որոշումներ, խիա վախկոտի, որովհետև իրակեությունով վախկոտ են։ Խի ենք դավաճանել Արցախը, որովհետև դավաճաններ էին ղեկավարում ներկայ իշխանությանը։ Խի են ժողովուրդ, խի են սուրբ հողը, այն թշնամում
որ ասում է բերել սենց նվիրել, խի Արցախը հայաթափված, ումից է գալիս, որտեղից է գալիս հետքը, կազմակերպող ղեկավար պատասխանատու անձներից է, չէ գալիս, մեղավորը ով աստեղ, հենց առաջի համար մեկ մեղավորը իրենք են, դրա համար ամեն ձևի սրանք խուսափելով հնարավորություն հələ իրանց մեջ բանալու, խուսափելով իրենց որ ասում է անպատիժ լինելուց, խուսափելով իրենց այս իրավիճակից օգտվելով, այս պառակտված իրավիճակից, իրենք միջև օրս գտնվում են, որ ասում է իշխանության ղեկի վրա։ Նորից ինչ անդրադառնալով այդ հանդիպումը մեզ համար ոչ մի զարմանալի բան չկա, բացի կրկնապատիկ խայտարակության, բայց ես ասեմ, բառերով կամ ինչ որ ներկայացնելով խաղաղություն, դա չի լինելու, դա իրականություն չի դառնալու։ Խաղաղություն հասկանացողությունը ամեն մի առողջ տրամաբանող մարդու ուղեղում խաղաղություն հասկացնողը հասկանալ դա մթնոլորտն է։ Այդ մթնոլորտը միջև չի ձևակերպվում, այդ մոլորտը միջև չի կառուցվում, խաղաղություն ձեռք չի բերվում։ Արցախի հայկական վերականգնումը հետ վերադարձ է ժողովրդի իր պապական բնորանը, մինչև դա չլինի, խաղաղություն չի լինելու։ Ղեկավարուց չի կախված խաղաղությունը, կապված է ազգի ժողովրդի կամքից, իմ տուժված ինձ նման հազարավոր տուժված արցախցիներ, այն ժողովրդը ինչ խաղաղության մենք պիտի հարմարվենք։ 5000-ից ավել զոհեր ունի մեր Հայաստանում մեր հարազատները, մեր բարեկամները, մեր հայրենակիցները, ինչ խաղաղության մասին պիտի խոսքը գնա, այդ մարդիկ որ խաղաղությունը պիտի ընդունեն։ Այդ իրենց երեխեքը զոհաբերել են հանուն իրական խաղաղության, ոչ թե հանուն խայտարակության։ Ինչի համար, ինչի հանուն, ինչի, որ սրանք կյանքը վայել են, որ սրանց նման սրիկաները այսօրվա իրավիճակում իրենց պահվածքով տարբեր տեղերից ծաղրեն մեր երկրի, մեր ժողովրդի վրա, մեր զոհվածների վրա, մեր զոհվածների շիրիմները քանդեն մեր աչքի առաջ ձեռք գցելով, որ ասում է ամեն ձևի վիրավորանքներ, այդ դրա հիման վրա մենք պիտի համաձայնենք կամ հարվարվենք։ Թե իրոք իրական ուտելիք կամ լավ առևտրի կամ կյանքը բարելավելու հայմատաբար տենց բաների համար մենք պիտի զոհ գնանք կամ մենք պիտի լուր մնանք այդ բաների այդ խաղաղության համար։ Ես գիտեմ թե հազարավոր մարդիկ այսօրվա իրավիճակում բոլորս էլ գիտակցում եք ինչա կատարվել մեր հետ, ինչա կատարվել մեր ազգի հետ եւ ում մեղքով է այդքանը բոլորը կատարվել։ Այս Աբու Դաբի հետ կապված մոմենտները սա շարունակական ադրբեջանական, թուրք-ադրբեջանական հետագա ծրագրերի իրականացում է։ Բացի խաղաղությունից ես ասեմ դեղ որտեղ քննարկում է տարբեր հարցերի շուրջ։ Տարբեր հարցեր դա մենակ խաղաղության հետ կապված չի, տարբեր հարցեր կապված է հետագա թուրքական ծրագրի իրականացմանը այս տարածքում, սրանք ժամանակավոր են, նորից եմ ասում, ներկա իշխանության այս բաները, չես էլ կարում ղեկավարներ ասես, որովհետև ղեկավար խոսքը մի քիչ ավելի բան միտք է էլի, որ ասում է ղեկավարը դա այդ մտքի մեջ, այդ բառապաշարի մեջ մտնում է պատասխանատվություն, առաջնորդություն, բայց դե սրանց ինչ առաջնորդ, ինչ պատասխանատվության մասին է գնում։ Ուրեմն այդ Աբու Դաբի կամ նմանատիպ հանդիպումները, որը տեղի է ունենում Ադրբեջանի կողմից կամ Թուրքիայի կողմից տրամադրած հարթակներում, որ ինչքան նկատում եք վերջի ժամանակները նրանց կողմից է համաձայնացրած այդ հարթակները, որտեղ սրանք գնում են որպես հյուր։ Դե սրանք հյուրի կարգավիճակում են, ու սրանք էլ դեղ գալով հավասարը հավասարի հետ չի խոսվում։ Դեղ գալիս է որ ձեռք բերի պայմանավորվածություն հետագա անելիքների համար։ Սրանք ինչի համար են վազվզում, ինչի համար են այսքան երկարացնում, ինչի համար են սրանք վազվզում։ Գալիք ընտրությունների համար է։ Գալիք ընտրությունները սրանց համար վճռական ճակատագրական ժամանակներ է, նույնն էլ մեր համար։ Համ մեր համար է վճռական ճակատագրական ժամանակներ, համ սրանց համար է։ Հիմի սրանք ամեն ինչ փորձում են, որ տարբեր երկրների առաջի հերթին թշնամու կողմից ստանան աջակցություն ներկա ընտրությունների, գալիք ընտրություններին բավարարելու, որ վերընտրվեն, որը դա չի բանանում, չի թաքցնում այդ ղեկավարների, այդ երկրի ղեկավարների կամ ներկայացուցիչների կողմից
իրենց աջակցությունը ներկայիշխանությանը, հա, մյուս կողմից էլ ստեղ արդեն մենք տեսնում ենք ավելի մեծ վտանգները, ավելի մեծ ներգրավվածությունը թշնամու մեր տարածաշրջանում։ Դե դեռ հասկանալի է, ինչքան շատ դրանք ներգրավեն մեր տարածաշրջանը մեր մեջ, այնքան իրենց մոտ ավելի հեշտ է ստացվելու իրենց իրական բանը գործողության process-ները իրականություն դարձնելու։ Բայց նրանք ամեն ինչ անելու են սրանց նման մարդկանց ձեռով։ Նրանք իրենց կյանքում ոչ միտեղ ինքնուրույն ոչ մի բան չեն կարողացել իրականացնել, եթե չեն ճարել հայի մեջ այդ թշնամուն, այդ դավաճան սրիկաներ նմանատիպ մարդկանց, որ իրականացնեն այդ ծրագրերը։ Մեր անելիքները ինչի մասին է։ Մեր անելիքները այսօրվա, այս ժամվա, վաղվանից ու ասեմ, անելիքները նրա հետ կապված է, որ մենք սա իրական ընդունելով որպես վտանգ, որպես սպառնալիք, նախորոք պիտի մենք սրա ամեն ձևի այս գործողության process-ները խոչընդոտենք, խանգարենք, նման process-ները չսպասենք մեր առաջվա սխալների, բաստողումների նման, որ վերջում հասկանանք մեր գլխի գալիքները։ Մեզ բոլորից համար, ազգի համար, հայության համար Արցախը ցավալի օրինակ։ Արցախի այդ Սուրբ հողի այդ ձևի գործանումը կամ այդ ձևի տապալումը եղել է այս մեր անտարբերության կամ ոչ բան, որ ասում եմ, ոչ շատ ներգրաված բոլոր այս process-ների մեջ։ Մենք ենք ապրում այս հողի վրա ապրող ամեն մի մարդը մենակ չպիտի մտածի իր կամ ընտանիքի հետ հարցերի կամ էլ բիզնեսի կամ ինչ ոլորտներում։ Եթե գալիս է վտանգը հասնում արդեն երկրի հետ կապված, որ դրանից է արդեն կախված քո ընտանիքը, քո բիզնեսը, քո էությունը, քո ազգության հասկացողությունը, ուրեմն բոլորս պիտի մի ժամանակահատվածում ամեն ինչ թողենք, չեմ ասում ամբողջովին լքենք կամ էլ ինչ, բայց զուգահեռ մենք ավելի ակտիվ մասնակցենք բոլոր այդ որ ասում եմ կարևոր նշանակություն ունեցող հանգամանքներին, որովհետև սա մենակ մի երկրի ղեկավարի կամ մի երկրի կերպարի հետ կապված չի, մեր կյանքը, մեր գործը, մեր ընտանիքը կամ մեր վաղվա ապագան, ամենքից հետ է կապված, բոլորս ենք դրա տերը, բոլորս ենք դրա իրական իրավունքների տերը մենք ենք, մեր իրավունքների որոշողները այսօրվա իրավիճակում այդ իրավունքները ոտնահարում են, այդ իրավունքները վաճառում են ժողովուրդ, ինչի համար են վաճառում, անպատիժ լինելուց, ինչի համար են վաճառում, որ մենք ներգրաված չենք շատ, որ մենք անտարբեր ենք շատ, այդ դրա հետ է, իմի դրա ամենամեծ հզոր կարևորություն ունեցողը դա համախմբվածության իրական իմաստն է, որը այսքանի ամսվա ընթացքում ունենալու է իրար լուրջ դերակատարությունը, իրական համախմբվածության այս դերակատարությունը լինելու է այս ժամանակահատվածում մինչև ընտրությունները։ Ընտրությունները ով ուզում է կասկածի, ով ուզում է չկասկածի, թե ես մեկ եմ, ես ընտրություններում տեսնում եմ ներկայիշխանության պարտությունը, որովհետև ես իմ մեջ տեսնում եմ արժանապատիվ հայ լինելը։ Արժանապատիվ ամեն մի հայ, որը իր մեջ կարևորացնում է արժանապատվությունը, ուրեմն պետք է տեսնի ներկայիշխանության տապալումը։ Ուրիշ հասկացողություն չկա, ուրիշ բացատրություն չկա։ Վաղվա օրը մեկս չպիտի մենք իրար բացատրենք, իրար մեջ հայի բան արտնացնենք, զգացմունք արտնացնենք, ազգային առաջ որ ասում եմ բանը արժանապատվություն արտնացնենք։ Դա կարիք չկա, ժողովուրդ, սա գնում է ամեն մեկիս արժանապատվության հետ հարցը։ Ստեղ գնում է ամեն մեկից վաղվա ապագա հարցը։ Քո ապագան դու պիտի որոշես, ոչ թե քո տեղը որոշեն։ Եթե տեսնում եք սրանք կամակատարներ են, եթե տեսնում եք սրանք ուրիշ երկրների թշնամի եմ ասում, թշնամու, պատմական թշնամու կողմից են ուղղորդվում կամ էլ նրանց ծրագրերն են իրար հետ, որ ասում եմ զուգահեռ համընկնում է, ուրեմն մենք ունենք անելիք ստե ժողովուրդ, առաջերտին մենք ունենք անելիք, ու մեր հզորությունը ոչ թշնամին, ոչ էլ նմանատիպ այս ղեկավարները, ոչ մեկը չի կարա հակասի կամ չի կարա դիմադրի, որովհետև ստեղ գնում է հարցը անձերի մասին, ստեղ գնում է ընդհանուր ազգի մասին։ Դե ուրեմն մենք եթե սրանց էլ չկարողանանք հաղթենք, էլ վաղվա օրը ինչ թշնամու հաղթելու մասին պիտի խոսանք։ Վաղվա օրը մենք ինչ թշնամիների հաղթելու հետ մասին պիտի խոսանք։ Առաջին նորից եմ ասեմ, կարևոր հարցերը դա է։ Մի քիչ էլ բանով, որ ասում եմ, մի մասով էլ անդրադառնամ ընտրության այդ ընթացքում ներգրաված քաղաքական ուժերի, քաղաքական ներկայացուցիչների մասին։ Եղեք շատ զգուշ,
որովհետև ես այդ բառը մի քանի անգամ օգտագործել եմ։ Կա իրական ընդդիմություն, կա ներկայիշխանության կողմից կամ տարբեր տեղեր, տարբեր կենտրոնից ուղղորդված ձևացնող ընդդիմության ներկայացուցիչներ։ Ընդդիմության ներկայացուցիչները խոսքի այն բաներ են, այն պատկերներով են։ Կամ այդ մարդկանց մենք առաջ անգամ ենք տեսնում, կամ էլ այն մարդիկ, ովքեր ներգրաված են, ոչ անցած ճանապարհ ունեն, ոչ արած ունեն, ոչ էլ ինչ որ հեղինակություն ունեն մեր շրջապատում չգոնե տարբեր տեղեր։ Հիմա ձեր համար մի հատ հայմատաբար բան արեք։ Այդ ձևի մարդկանց մենք ոնց կարանք տեսենք վաղվա իշխանության խոսքի բանում։ Այդ ձևի ներկայացուցիչներին մենք ոնց կարանք վստահենք։ Այդ ձևի ներկայացուցիչներին այս փոքր երկրում եթե մարդ մի ամիս առաջ չի երևացել, մի տարի առաջ չի երևացել, տասնյակ տարիներ չի երևացել։ Երևանալ իմաստը ասում են, որ ոչ մի ոլորտում մենք չենք նկատել, չենք տեսել։ Այդ մարդը ոնց կարող է այսօր մեկ էլ դուրս գա ու մեզ ինչ որ խոստումներով, ինչ որ բաներով վաղվա օրը մեզ գլխին էսա եկել է, մենք արդեն տեսել ենք։ Մենք այդ նմանատիպ սխալներ չպիտի թույլ տանք։ Նմանատիպ սխալներ թույլ տալով մենք ուրեմն միամտության, միամիտ տեսակի կամ միամիտ էության ամենաներքին աստիճանի բանը կհայտնվեք։ Մի բան արեք, մի վրազեք խոսքի այդ տարբեր խոստումների միանգամից բան գնալը, նորից եմ ասում, կան մարդիկ, կան ներկայացուցիչներ քաղաքական դաշտում, որոնք իրենց թե տարբեր ոլորտներում, թե ընդհանրապես քաղաքական դաշտում կամ տարբեր ուղղությունների վրա իրականում ունեն իրենց անցած ճանապարհը, իրականում ունեն իրենց անցած ճանապարհին իրենց ձեռք բերած հեղինակությունը որպես անձ, առաջի հերթին, որպես անձ, ոչ թե բացի ի պաշտոնե լինելուց որպես անձ։ Այսօր մենք այդ ձևի ղեկավարներ պիտի տեսնանք վաղվա Մայր Հայաստանում ղեկավարության գլխին, որովհետև մարդ ինչքան լավ է տիրապետում երկրի իրավիճակը, մարդ ինչքան լավ է հասկանում իր ազգի ցավն ու դարդը, մարդ ինչքան լավ է, որ ասում է բանանում գերագիտության կամ մասնագիտության հետ կապված ղեկավարության ունակություն ունենում, այնքան այդ ժողովուրդը, այդ երկիրը ավելի լավ է զարգանում ու ավելի շուտ է վերականգնվում։ Ես գիտեմ, թե մենք վաղվա օրը հենց ունենալու ենք այդ ընտրությունը։ Մենք վաղվա օրը բացի այդ ընտրությունների հետ կապված զուգահեռ ունենք խնդիրներ խոսքի եկեղեցու հետ կապված։ Մենք ունենք այսօրվա պարագայում, այսօր կարգավիճակում մենք ունենք երկու հզոր հարցի կարևորություն, որ մենք պիտի դա առաջնային ու ամենաբանվար կերպով բան անենք։ Դա մեր եկեղեցին է, մեկ էլ Արցախի հիմնախնդիրն, Արցախի ժողովրդի իրավունքն է, հետ վերադարձի իրավունքն է։ Դա այն իրավունքն է, որ նորից եմ ասում, տասնյակ տարիներ, բացի տասնյակ տարիներից հարյուրավոր տարիներ այդ մարդիկ այդ հողում կրել են այդ իրավունքը։ Այդ հողը պատկանում է հային, այդ հողը պատկանում է հայ ժողովրդին։ Դրա համար արցախայությունը այդ իրավունքը, արցախայության այդ իրավունքը մենք պիտի առաջնային պահենք, առաջնային պիտի այդ հարցը լինի։ Արցախի հետ վերադարձ այդ ժողովուրդը ինչ ուզում այլնի չլինի, այդ ժողովուրդը պիտի հետ վերադառնան իրենց պապական բնորանը։ Հաջորդ եկեղեցու հետ կապված մոմենտները հենց դա իրար հետ շատ փոխկապակցված բան է, կարևորություն ունեցող հարց է։ Եկեղեցու այսօրվա իրավիճակը իրոք նույն ձևի շատ ծանր է, որովհետև իրենք էլ են հայտնվել այս ծանր իրավիճակի խոսքի ճնշումների, հալածանքների տարածքում այդ հարցերի շուրջ։ Դրա համար մենք միասնական ամբողջովի ազգովի պիտի կաղնենք եկեղեցու աջակցելու։ Բոլոր մեր այդ քաղբանտարկյալ ներկայացուցիչները որ կան, մեր սրբազանները բանը, ամբողջովին մենք պիտի իրենց աջակցենք։ Իրենք այսօրվա պարագայում իրական ցույց են տալիս հոգևորականի իսկական իրական կերպարը։ Ես բոլորի այդ մարդկանց անձամբ ճանաչում եմ, այդ մարդկանց բացի ճանաչելուց ես իրաց պահվածքով կարողանում եմ ձևակերպեմ իրական եկեղեցականի իրական այդ բանի կրոնական այդ ներկայացության կամ այդ նվիրվածության պահվածքը։
Այդ դա է մեր համար օրինակելի ու դա է մեզ առաջնորդում։ Այն մնացած եկեղեցականներին մենք արդեն անդրադարձել ենք, ով հակաեկեղեցական process-ների մեջ ներգրավվել է, ինչ որ տարբեր բաներով, տեսլականով, մոտեցումով, բայց մենք գիտենք, որ դրա տակը լրիվ ուրիշ բան է։ Մենք հստակ գիտենք, փոքր երկրում ենք ապրում, ամեն մեկին էլ ճանաչում են անձամբ տարբեր շրջապատում, ամեն մեկի մասին տարբեր տեղեր խոսում ներկայացնում եմ։ Դրա կարիքը չկա մանրամասներում միշտ անդրադառնանք այդ ներկայացուցիչներին։ Այս ծանր ժամանակում, ծանր պատմական ժամանակներն է, թե մեր ազգի հիմիկվա հայտնվելու այս պարագաներում, մենք տեսնակ ամեն մեկի պահվածքը, կերպարը, ամեն մեկը իր ժամանակում էս մարտեությունով է ցույց տալիս ով ինչ է։ Դրա համար եկեղեցու կարևորությունը մենք պիտի բաց չթողենք, առաջնային ու շատ մեծ ուշադրության տակ պահելով, որ հանկարծ այդ անդրադառնալով այո չէ մենք ես գիտեմ թե հենց այդ պարագան ունենք բոլոր հնարավորությունները այսօրվա իրավիճակում այդ հարցի լրջագույն բարձրացումը այդ Միացյալ Նահանգների ներկայացուցիչը հենց գա Մայր Հայաստան ու այդ հարցի կարևոր լուծման այս գալուց հենց ստեղ պիտի որոշվի լուծվի Ոնց ձևի մենք ձևակերպենք, կազմակերպենք, այն ձևի պատասխանել ստանալու ենք։ Ու դրա համար էլ ես խոսքի նախորոք Թեոդորանքա թե կոչա բոլորին ասում եմ, որ մաքսիմալ ձևով մեր գերիների հետ կապված, եթե հարցերի հետ կապված այդ կարևոր Միացյալ Նահանգների նախագահի կողմից ներկայացուցիչը, որ հենց եկավ Հայաստան, Մայր Հայաստանում, մենք պիտի ազգի կողմից դրսևորենք, ժողովրդի կողմից դրսևորենք, որ մեր անտարբեր չենք ու մենք առաջնային ենք հաշվում մեր գերիների վերադարձը։ Գերիները այսօր ինչքան շատ երկար են մնում Թուրքի ձեռքին, դա որ մի կողմից նայում ես էլի մեր ոչ բավարար աշխատանքներն է, էլի մեր ոչ բավարար, մենք ունեցանք, մենք ունենում ենք, մենք այդ պահերը, այդ հնարավորությունները մենք ունենք, մենք պիտի դա ժամանակին այդ բոլորին անդրադառնանք, մենք ժամանակին պիտի բարձրաձայնենք, ու ընդհանրապես նմանատիպ ամեն մի հարցի հետ կապված, եթե դու ժամանակը ձգձգում ես կամ ժամանակին չես անդրադառնում, այդ հարցերը ոչ թե մնում են չլուծված, այդ հարցերը դառնում են երկրորդական Եթե մենք իրականում կարևորացնում ենք այդ հարցերը, որ ես մի քիչ առաջ ներկայացրեցի, եթե իրականում մենք կարևորացնում ենք, միշտ պիտի ակտիվորեն այդ հարցերը մշտական բարձրաձայնենք։ Ինչի համար են սրանք առավոտից իրիկուն ամեն հանդիպման մեջ խաղաղություն, Արցախի հարցը փակա, Չեք մտածում, որ մի անգամ ասել են հերիք, բայց իրենք մշտական է, մենք էլ հակառակը պիտի ասենք, ամեն անգամ սրանց աչքները պիտի կողենք, որ այդ հարցը փակ չի, եթե այդ խաղաղության մասին ես խոսում, առաջորդի պիտի գերիների մասին խոսես, մշտական պիտի աչքները կողենք, ամեն այս ձևի կարևորագույն հարցը, Արցախի հետ վերադարձը, մշտական սրանց աչքը պիտի կողենք, այն նույնը, որ սրանք ինչ խոսում են ամեն օր ռեժիմով խաղաղության մասին, Արցախի հարցի փակման մասին, մենք հակառակը պիտի անենք։ Ինչքան մենք կարողանանք դիմադրենք, ինչքան մենք կարողանանք այս ծանր իրավիճակում պահպանենք այդ հարցի կարևորությունը, ես նորից ձեզ վստահեցնում եմ, վաղվա օրը բոլոր այդ հարցերը լուծումները լինելու է։ Բոլոր այդ հարցերի լուծումները, ամեն ինչ կախված է մեզանից, ամեն մեկիցս։ Ես ամեն մի բառը, ամեն մի խոսքը, ամեն մի միտքը, ես ուզում եմ ամեն մի հայի մեջ, ամեն մի մարդու հետ շփվելով, տեսնելով կամ իր ներկայացրած բոլոր ծրագրերի մեջ ես տեսնեմ առաջնային այս հարցերը։ Դրա համար խոսքի թե այս Արցախայության հետ, թե խաղաղության հետ կապված, թե վաղվա մեր ապագայի հետ կապված, բոլոր այս հարցերը հիմիկվա այս կարճ ժամանակահատվածում պահանջում է բոլորիս մաքսիմալ ակտիվությունը, բոլորիս մաքսիմալ այդ բանում ներգրավվածությունը։ Ու մեկ այդ ժամանակի ընթացքում էլ կհասկանանք, ով աստեղ սպեկուլյանտի դերակատարում, ով աստեղ իրական նվիրված հայրենասերը, ու ովա վաղվա օրը մենք որ ասма տեսնում ենք վաղվա օրը այս երկրի ներկայաց իշխանության ղեկավարը կամ մեր առաջնորդը ու դա ծնվելու է ու դա մենք դրան ենք արդեն գնում սրանք այս վերջի ժամանակների ինչ անում են այս քարոզչության բաներն ուղղություններն կամ սրանց շրջապատում այս սուտ թեզերը խոստումները ժողովուրդ սա մեր գլխին աղետ է մենք այդ բարերը արդեն լսել եք 100 անգամ
Մենք սրանց ներկայացրած վաղվա լավ ապագան արդեն տեսանք մեր մաշկի վրա, մեզ վրա, մեր ցավ բերելով, աղետ բերելով, վաղվա ապագան սրանք չեն ասել ինչ ձևի է մեզ բերելու։ Մենք տեսանք, իրական մենք դրա մեջ անցնելով տեսանք։ Հիմա սրանք նոր ապագայի մասին են խոսում ու վերցնելով ժողովրդին ավելի նվաստացնելով։ Այս վերջի ժամանակներում բանակի պաշտպանության բանակի այդ հակոստի բանը, այդ ձևավորման բաներն եմ նկատել, որ փոխել են ու տեսել եմ դեղ այդ խաչնել են հանել։ Տեսնում եմ դեղ այդ բանակի հետ են աշխատանքներ իրականացնում, բանակի մեջ են այդ բաները, այդ պարակտումները մտցնելով հոգևորական բանն են հանել բանակին։ Բա մենք միշտ կռվել ենք մի հատ, որ ասում է խաչը ձեռներից կամ վրնես, որ ասում է շորնի վրա, այդ խաչն է մեր ուժ տվել, այդ խաչն է մեր մեջ արթնացրել, այդ խաչն է մեր մեջ ամեն ինչի մեր երկրում այդ կա հաջողություններ, ամեն ինչի հաղթանակի մեջ ինչ մենք ունեցել ենք հաղթանակներ, դա այդ խաչի շնորհիվ ենք, այդ քրիստոնյա լինելով ենք մենք դա արել։ Դուք պատկերացնում եք սրանք ինչ ուղղության վրա են մեկ էլ այդ բաները գնում։ Կամ էլ էս վերջի ժամանակները սրանց մոտեցումները այդ թոշակառուների հետ կապված է։ Պարգևավճարներին նայեք սրան, թոշակաբաներին նայեք, սրանց երեխոցը աշխատավարձներին նայեք, այն օրեն իրար աղջիկներ երեք որ բանում դուրս եկավ ասեց, ես ասում են լրատվամիջոցներից ստացա, որ 4 միլիոն ու կես փող եմ ստանում, բայց ես չգիտեմ որտեղ եմ աշխատում կամ այդ փողը որտեղից է գալիս։ Դուք պատկերացնում եք ինչ փողեր են սրանք լվանում ու ինչ փողեր են սրանք ամեն ձևի վաստակում, բայց ժողովրդի իրավիճակը գնալով վատանում, բայց բիզնեսի տնտեսությունը զարգացումը գնալով ավելի դժվարանում։ Ամեն մեկը դել որ ասում է ականատես եք լսում եք ամեն մեկը դել այսօրվա պարագայում էլ գիտեք ինչա կատարվում։ Նորից եմ ասում, վաղվա օրը ոնց որ ուզում եք ձեր ապագան տեսնեք, այդ ընտրությունն էլ դուք իրականացնեք։ Չեմ ասում ղեկավար անուն չեմ տալիս, դուք ինքներդ ժողովուրդ վաղվա օրը ինչ տեսնում եք, ձեր ընտրությունն էլ դա լինելու է։ Արցախայության մասին առանձին եմ ուզում անդրադառնամ։ Սիրելի արցախցիներ, մեր իրավունքները ինչ կա չկա մեզ հետ կապված ամենամեծ հարցի լուծման խոսքի բանը մենք պիտի անենք, որ ստանանք։ Մենք պիտի ակտիվ լինենք, որ դա ստանանք։ Ամեն հարցի բարձրացումը առանձին գնում եք ես ինչքան մենք թուլացնում ենք մեր դիրքերը, ինչքան մենք այդ իրավունքների մասին քիչ ենք խոսում, ինչքան մենք մեր էության մասին, Արցախի հետ վերադարձի մասին քիչ ենք բարձրաձայնում, այնքան մոռացության է գնվում, այնքան առանձին արդեն որ ասում է ամեն մեկիդ խնդիրները ավելի է շատանում։ Այն օր մի քանի տասնյակ մարդկանց հետ շփվելով թղթերի հետ կապված արդեն խնդիրներ առաջացել։ Թղթերը չեն կարող արդեն բանանեն հանձնելու, որովհետև դեղ ասում է պիտի լրացնես էսի, պիտի բավարար ամբողջական փաթեթ ունենա թղթը, բայց այդ մարդիկ առանց թղթեր են մեծամասնությունը հասել, դե ոնց անեն, բայց մի ժամանակ իրենք դա ուշադրություն չէին դարձնում, չէ՞։ Մի ժամանակ ոնց մի հատ ազնագրով էին ընդհանրապես բանանում լրացնում այդ, բայց այսօր պահանջում են ամեն մեկից այդ փաթեթներ, թղթերի փաթեթներ ներկայացնելու, որ մնա ինչ որ հարցերի լուծումների պատասխան ստանալ։ Գիտեք ինչից է գալիս։ Մեր այս լռության հիման վրա, մեր ոչ բավարար, որ ասում եմ, պահանջատեր լինելու համար, այսաղ դրանից է գալիս։ Ով որ ինչ ասում է, դե ինչա, ոչ մի բան չի փոխվելու, սուտ են ասում։ Ամեն ինչ մեզանից է կախված, ամեն ինչ մեզանով պիտի անեք ու դա ստացվող բան է։ Ամեն մի հանրային ձևակերպում, հանրային ճշման արդյունքում կտեսնենք ինչ պատասխաններ եք ստանալու։ Հանրային ճշման հիման վրա մենք ստանալու ենք բոլոր պատասխանները, բոլոր ստեղի հետ կապված, ստեղի իշխանության հետ կապված, որովհետև իրենց մեղքով ամեն ինչ եղել, որովհետև իրենք են բերել մեզ այսօրը գցել։ Եթե մենք կայնենք, մեր տեր կաղնենք մեր իրավունքներին, մեր պահանջներին, մենք բոլոր այդ պատասխանները միշտ էլ ստանալու ենք։